օթորակիչ։ Այսինքն ես առանց YouTube-ի կոնտենտ եք նկարում։ Չէ, գործը լսի։ Այ մարդ հանգիստ նստի նկարում ես ուշադիր լսեք, լավ բաներ է ասում։ Լավ։ Բարև ձեզ, ձեր հետ կրկին Սուրենն է Restore-ից եւ այսօր խոսել ենք շատ ակտուալ եւ կարեւոր թեմայից։ Խոսքը գնում է իհարկե օթորակիչների մասին։ 7 կանոն, ինչպես ընտրել ճիշտ օթորակիչ։ Շատ հաճախորդները ինձ հարցնում են. Իսկ որ բրենդն է ավելի լավ է, բայց որ հասանելի լինի։ Բայց անտեսում է կարևորագույն մի հարց. իսկ որ օթորակիչն է համապատասխան ձեր տարածքին։ Առաջինը եւ ամենակարևորը պետք է հասկանալ ձեր տարածքի հստակ չափսերը, քանի որ պետք է առաջարկել օթորակիչ համապատասխան տարածքի, որպեսզի չլինի փոքր տարածքի համար մեծ օթորակիչ կամ նույնը հակառակը։ Երկրորդը պետք է հաշվի առնել ձեր տարածքի արևկող լինելու փաստը։ Նույն քառակուսի մետր ունեցող երկու սենյակ կարող է պահանջել տարբեր չափերի օթորակիչներ, պայմանավորված նրանով, որ մեկը լինի ավելի ստվերային, իսկ մյուսը արևկող։ Եթե ձեր սենյակը արևկող է, պետք է ընտրել 10-20 քառակուսի մետր մեծ ինտերվալով օթորակիչ, որպեսզի այն աշխատի ճիշտ, ձմռանը լավ տաքացնի, իսկ ամռանը հովացնի։ Ընտրեք ինվերտոր օթորակիչ, եթե ցանկանում եք հոսանքի տնտեսում։ Ինվերտոր օթորակիչները սովորաբար ավելի կայուն են պահում ջերմաստիճանը եւ ավելի էներգախնայող են երկար օգտագործման ժամանակ։ Կարևորեք էներգախնայողությունը։ Շատերը օթորակիչ գնելիս հաշվի են առնում բացառապես օթորակիչի արժեքը, հաշվի չառնելով իր էներգախնայողության դասը, իսկ դա շատ կարևոր է, քանի որ մեկ տարվա ընթացքում օթորակիչը կարող է այնքան ծախսել, որ ձեր խնայած գումարից ավել գումար վճարեք էլեկտրաէներգիան մուծելիս։ Դրա համար ընտրեք էներգախնայող լավ օթորակիչներ։ Ստուգեք աղմուկի մակարդակը, եթե օթորակիչը պետք է տեղադրվի ննջասենյակում, մանկական սենյակում կամ աշխատասենյակում, պարտադիր է օթորակիչը լինի անձայն։ Ստուգեք դեցիբելները գնումներ կատարելուց առաջ։ 6-րդը կարևորեք ջեռուցման ֆունկցիան։ Շատ օթորակիչներ գնում են միայն ամռանը, պատկերացնելով, որ միայն պետք է սառեցնի, սակայն օթորակիչներ կան, որոնք եւ տաքացնում են, եւ սառեցնում, եւ կարող են օգտակար լինել անցումային շրջաններն, օրինակ ձմռանը կամ ամռանը։ Պետք է գրագետ ընտրվի արտաքին բլոկի դիրքը, ներքին բլոկի տեղը, օթորակիչի խողովակների երկարությունը, չափսը եւ ջրի արտահոսքի ուղղությունը։ Դեսկ պրոֆեսիոնալ եւ գրագետ տեղադրման եւ խորհրդակցության համար կարող եք մոտենալ ցանկացած Restore, մեր պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն ձեզ կայացնել ճիշտ ընտրություն։ Ձեր հետ Սուրենն է, կհանդիպենք։